Սոֆիա Ռուստատեսության եթերում լուրեր լրատվական է, բարև ձեզ։ Աշխարհի 100-ից ավելի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում հոկտեմբերի 5-ին նշում են ուսուցչի միջազգային օրը։ Ուսուցչի օրը ընդունվել է 1994 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է տոների և հիշատակի օրերի մասին օրինագծում լրացումներ կատարելու մասին որոշումը, որով հոկտեմբերի 5-ը պաշտոնապես ընդունվել է որպես ուսուցչի օր։ Ուսուցչի օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել նաև Կապանում։ Տարածաշրջանի մի խումբ մանկավարժներ, պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից։ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում տոնական սեղանները բացվել են մանկավարժների պատվին։ Հոկտեմբերի 5-ի օրվա հերոսները նրանք են և բոլորի շնորհակալական ու շնորհավորական խոսքերը ուղղված են մատաղ սերնդի դաստիարակության գործը իրենց ուսերին կրող ուսուցիչներին։ Տարածաշրջանի ուսումնական հաստատությունների մանկավարժները հավաքվել են մեկ հարկի տակ։ Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ կարևորելով ուսուցչի դերը վստահեցրին, որ իրենք առաքելություն են կատարում, այլ ոչ թե սոսկ աշխատանք։ Ուսուցչի տոնը սոսկ մասնագիտական տոն չէ, կամ էլ ուսուցչին ևս մեկ անգամ մեծարելու պատրվակ։ Ուսուցչի տոնը մեր հոգևոր մշակութային տոներից ամենանշանավորն է, իսկ ուսուցչի կոչումն ինքնին մեծարանք է և ծանր ու դժվարին առաքելություն։ Ահա այս գիտակցումով, այս ոգեղումով մեր նոր պետականության կառուցման այս փուլին բնորոշվող դժվարություններն իր վրա կրող ուսուցիչն սկսեց նոր ուսումնական տարին, սկսեց ոգևորության, ուսման, դպրության, դպրոցի նկատմամբ ազգային չմանող սիրով։ Հարկ ու պատիվ ձեզ, որ այդ ներքին հզոր ուժով կարողանում եք դիմակայել ոգուսովը և արժանապատվորեն կրթել ու դաստիարակել մեր երեխաներին ու ձեր վեհ կեցվածքով ամեն օր և ամենքին ասել եղիցի լույս։ Բոլոր ժամանակներում մեր ազգի անսասան հիմքը եղել է դպրոցն ու ուսուցիչը։ Ձեր շնորհիվ է ու հետևում ազգը։ Դուք եք, որ սերմանում եք հայրենասիրություն և նվիրվածություն։ Դուք մեծ համբերատարությամբ, անձնավեր աշխատանքով, ինքնամոռաց նվիրումով կրթում և դաստիարակում եք սերունդներին, նրանց փոխանցում ձեր գիտելիքներն ու հմտությունները, յուրաքանչյուր աշակերտի մեջ թողնելով ձեր մի մասնիկը։ Ուսուցչին ու նրա աշխատանքը գնահատելու առիթներ շատ են լինում, սակայն հոկտեմբերի 5-ը նրանց տոնացույցում առանձնակի նշանակություն ունի։ Հենց այսօրն է, որ խոսքերից զատ մանկավարժների աշխատանքը պատվոգրերով, շնորհակալագրերով ու այլ խրախուսական նվերներով է արժևորվում։ Ուսուցիչների միջազգային տոնի հանդիսությանը ներկա էր նաև ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Ամենածանր ու դժվարին օրերին մեր պետության մանկավարժները պատասխանատվությամբ, սիրով, ջերմությամբ, նվիրումով են վերաբերվել իրենց գործին, պետության ամենակարևոր գործին, երեխաներին գիտելիքներ, կրթություն, դաստիարակություն տալու գործին, այնպես էլ պետությունն է աշխատել միշտ ու ամենուրեք հարգանքի տուրքը ըստ արժանվույն մատուցել մանկավարժին։ Կրթության բնագավառում ներդրած ավանդի մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի մանկավարժական երկարամյա աշխատանքի համար մարզի մի խումբ կրթության նվիրյալներ մարզպետի և քաղաքապետի կողմից շնորհակալագրերի արժանացան։ Բոլորին ցանկանում եմ առողջություն, զգոնություն, երեխաների մատաղ սերնդի դաստիարակման գործում և շնորհակալ եմ ինձ ընձեռված այս պարգևի համար։ Ցանկանում եմ, որ բոլոր ուսուցիչները կարողանան այնպես ապրել այս մեր Հայաստանում, որ հարգանքը բոլորի աչքերից այսպես լուսավորի մեր բոլորի կյանքը։ Կցանկանամ, որ բոլոր ուսուցիչները լավ ապրեն։ Քաջարանի թիվ 1 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոֆիա Գևորգյանի համար դպրոցական զանգը 36 տարի զարթուցիչ դեր է կատարում։ Ասում է, կրթօջախի նախաշեմից ներս մտնելով բոլորովին այլ մարդ է դառնում, իսկ երբ արդեն դասարանի դուռն է բացում, տեսնում է 7-8 տարեկան լուսավոր երեխաների դեմքերը, հասկանում է, թե ինչ մեծ կոչումի տեր է, իսկ պարգևները ավելի են պարտավորեցնում մանկավարժին։ Հիմիկվա սերունդ է շատ գրագետ, շատ ճկուն, շատ ճարպիկ և չեմ կարող համեմատեմ անցած սերունդի հետ, որովհետև անցած սերունդը ինձ ավելի մոտ է, երևի տարիքային է, բայց հիմիկվա սերունդն է լավ երեխաներ են, շատ ընդունակ։ Կապանի համար 10 միջնակարգ դպրոցի տնօրեն Արուզ Ղազարյանը ներկայացվել էր տարվա լավագույն ուսուցիչ մրցույթին։ Սյունիքի պատվիրակն էր մայրաքաղաքում, արժանացել է պատվոգրի, համոզված է նման մրցույթները մեծ դեր են խաղում ուսուցչի կյանքում։
Գնահատել ուսուցչի աշխատանքը խիստ անհրաժեշտություն եմ համարում։ Չի սպասում ուսուցիչը գնահատանքի, բայց յուրաքանչյուր գնահատական թևավորում, ոգևորում է մարդուն։ Եվ ուսուցիչն այո, ուսուցչին գնահատելը կարևոր է։ Ուսուցիչներին իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին մայրաքաղաքից ժամանած Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի երաժիշտ կատարողները։ Իսկ հոկտեմբերի 6-ը աշխարհում նշվում է որպես բուժաշխատողի օր։ Կապանի Բաղաբեր թաղամասի ընտանեկան բժշկի գրասենյակում օրը աշխատանքային էր եւ մարդաշատ։ Մասնագետների խոսքով մարդիկ իրենց են դիմում ոչ միայն գանգատների դեպքում, այլև հոգսերից խոսելու ու թեթևանալու համար։ Մասնագիտական տոնի արդի ոլորտի աշխատակիցները միմյանց առողջություն մաղթեցին եւ համբերություն։ Հոկտեմբերի 6-ը բուժաշխատողի միջազգային օրն է։ Մասնագիտական տոնի մասին մանկաբույժ եւ ընտանեկան բժիշկ Ռամելա Սահակյանը համացանցից է տեղեկացել։ Ասում է Հայաստանում հատուկ օր որպես այդպիսին գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով էլ աշխատանքային առօրյան ոչնչով չտարբերվեց նախորդներից բարեմաղթանքներ առաջինը մեր նկարահանող խմբից է լսում։ Հուսով է ոչ վերջինը։ Այնուամենայնիվ երիտասարդ բժշկուհին առիթն օգտագործելով շնորհավորեց գործընկերներին։ Մեր գործընկերներին կմաղթեմ մեծ համբերություն, հիվանդների հետ աշխատելը շատ դժվար է, շատ համբերատար աշխատանք է իր բնույթով։ Առողջություն ամենակարևորը, որպեսզի կարողանան լավ սպասարկեն։ Չգիտեմ, ինչքան լավ բան կա, եւ իրանք իրանց չկցանկանան։ Բաղաբեր թաղամասում գտնվող ընտանեկան բժշկի գրասենյակի մանկաբույժը վստահեցնում է, որ երբևէ Հիպոկրատի երդումը չի դրժել։ Նախապես գիտեր, թե ինչ մասնագիտություն է ընտրում, պատասխանատու եւ հետաքրքիր գործ է, ասում է։ Խոսելով բժշկի կերպարի մասին մասնագետը ընդգծում է, դրական միտում է նկատվում, երեխաները նախկինի պես սպիտակ խլացից չեն վախենում։ Շփման մեջ ավելի բաց են ու անմիջական։ Երեխաներ կան շատ ակտիվ են, որոնց հետ աշխատելը հետաքրքիր է։ Երբեմն անգամ երկարատև հարցազրույց ենք ունենում, արտասանել ենք տալիս։ Այսպես ասած փոքրիկ երեկո ենք այստեղ կազմակերպում, մանավանդ տոնական օրերի նախորյակին, երբ որ իրանց ոտանավորներն են սովորում։ Բավականին շատ հիմա, բավականին ասած, այսօրվա մեջ երևի մի 3-4 արդեն սուր շնչական վարակով երեխաներ տեսանք։ Ու եկողները շեշտում են, որ մանկապարտեզն է լիքնա ու դրա պատճառով չեն կարողանում երեխեքին մանկապարտեզ տանել։ Մասնագիտությամբ թերապևտ ընտանեկան բժիշկ Անահիտ Թևանյանի հետ զրուցելու համար ստիպված էինք փոքր-ինչ սպասել։ Եղանակները ցրտելուն պես բժշկուհու սենյակը առավոտից սովորականից մարդաշատ է դառնում։ Բացի այդ Հալիձոր Բաղաբեր թաղամասերի բնակիչները այստեղ են հաճախում, ասես հարևանի տուն են մտնում զրուցելու եւ հոգսերը թեթևացնելու։ Հոգեբանորեն ճնշված են նյութական պայմաններից ելնելով, պատերազմն, հարազատների որոշ մասը Ռուսաստանում են, ավելի շատ կարիք ունեն լավ խոսքի, դեղորայք ի վիճակի չեն շատերը գնելու, նաև տնային բժշկության, ավելի շատ ժողովրդական բժշկության էլ ենք դիմում որոշ դեպքերում։ Գալիս են ասում են բժշկու եկել ենք տանը, մենակ ենք, մի երկու խոսք ունենք, 2 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ հաճախում են իրենց մի թեթևակի գանգատ խոսում են մի 15 րոպե հետո գնում են ասում են արդեն թեթևացել ենք։ Տարիների ընթացքում քանի գնում ասում եմ հիվանդությունները երիտասարդացել են։ Տեսա 40 տարեկան կին արդեն 170-180 ճնշումով ավելի դժվարացել մեր։ Մեծ համբերություն եւ հավասարակշռություն է առավել շատ պահանջվում մարդկանց հետ աշխատելիս, հատկապես գանգատներ ունեցողների հետ։ Անահիտ Թևանյանը առավոտից 20-ից ավելի մարդու գանգատ ու հոգս էր հասցրել լսել ու ճանապարհել առողջություն մաղթելով։ Գալիս եմ պետք է այդ ժամանակ ինքնաբարից տուն։ Այդ ձևի դեպքեր եկել հասելատու։ Բաղաբեր թաղամասում գտնվող ընտանեկան բժշկի գրասենյակը Կապանում առաջինն է սկսել գործել ու բնակիչներին սպասարկել 4000 մեծ եւ 1000 փոքր այցելու ունի։ Զորաց քարեր Արգելոս թանգարանի տարածքում արդեն 10 օր է պեղումներ են ընթանում։ Ըստ հնագետների տեղական բազալտով կառուցված հսկայական կառույցը միջնատարում պատկանել է բարձր խավի ներկայացուցիչներին։ Մասնագետները մտադիր են գտածոները վերականգնել։ Խեցու բեկորներ, երկաթե նիզակի մնացորդներ, ապակի ապարանջան։ Այս բոլոր իրերը հնագետները Զորաց քարեր Արգելոց թանգարանի տարածքից են հայտնաբերել։ Շուրջ 10 օր է պեղումներ են կատարում այս դամբարանում։ Այն եզակի կառույց է, որն ըստ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի միջնադարում պատկանել է հասարակության բարձր խավի ներկայացուցիչներից մեկին, կառուցված է տեղական բազալտով։
Կառույցը իսկապես շատ մեծ է եւ շատ գեղեցիկ, որովհետեւ 18 մետր տրամագիծ ունի, բավական մեծ բարձրություն, մուտք, միանշանակ է, որ այն մի օրում չի կառուցվել եւ տևական ժամանակ այս հասարակությունը իր առաջնորդի կամ չգիտեմ բարձրաստիճան անձի համար կառուցել է անդրաշխարհի իր բնակարանը։ Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորի խոսքերով այստեղ կյանքը եղել է վաղ եւ ուշ միջնադարում, նաեւ երկաթի դարաշրջանում։ Դամբարանադարձից դեպի հյուսիս բնակատեղի է պարսպապատ, ուղղանկյուն կացարաններ ունի, որոնք դեռ պեղված չեն։ Այստեղ իրականացվող բացահայտումները թույլ կտան առավել լուրջ եւ նշանակալից խոսել զորած քարերի մասին։ Դարի շատավոր երկար կաշխատենք այստեղ եւ նաեւ այդ բնակատեղի ինչ որ հատվածներ կպեղենք, աստիճանաբար կփորձենք ներկայացնել, բացել այն պատկերը, որ ավելի իրատեսական եւ իրական է եւ կարողանանք ավելի այսպես լուրջ եւ հիմնավորված խոսել զորած քարերի նշանակության, բնակավայրի, այստեղ ապրող մարդկանց մասին։ Հնագետի խոսքերով բոլոր գտածոները կփորձեն վերականգնել։ Նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում միջոցներ կգտնվեն, որպեսզի հենց այստեղ թանգարան կառուցվի։ Զբոսաշրջիկները տեղում ծանոթանան պատմությանը։ Եթե պեղված նյութը իր իսկ պատմամշակութային միջավայրում է ներկայացում, նա կրկնակի ավելի մեծ արժեք է ներկայացնում այդ առումով։ Պատմամշակութային արգելոց թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության պոյակի արտաբյուջետային միջոցների հաշվին ցանկապատվում է նաեւ զորած քարեր արգելոց թանգարանի 50 հեկտար տարածքը։ Կապանի Գանձասարը ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական մրցափուլում արձանագրել է առաջին պարտությունը սեփական հարկիտակ հյուրընկալելով Երևանի Փյունիկին, մեր թիմը 4-3 հաշվով պարտություն է կրել։ Ֆուտբոլի հանրապետության բարձրագույն խմբի 9-րդ տուրում Կապանի Գանձասարը սեփական հարկիտակ ընդունեց Փյունիկին։ Առաջատար եռյակում գտնվող եւ մրցաշարային աղյուսակում հարևան թիմերի մրցավեճը 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն էր։ Ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկիտակ անցկացրած 4 հանդիպումներում Գանձասարը շատ հաջող էր հանդես եկել եւ վաստակել էր 10 միավոր։ Գանձասարի անպարտելի խաղերի շարքը ընդհատվեց հոկտեմբերի 5-ին Փյունիկի հետ հանդիպումը գոլառած ստացվեց։ 7 անգամ դարպասի գրավում արձանագրվեց, ընդ որում 4-3 հաշվով հաղթանակ տոնեցին հյուրերը։ Երևանյան ակումբը կարևորագույն հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում շրջանցեց Գանձասարին եւ բարձրացավ երկրորդ տեղ։ 8 խաղից հետո Փյունիկը վաստակել է 16 միավոր։ Նշենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուլիսը, որն իր ակտիվում ունի 25 միավոր։ Ճապոնիային Ֆայֆուն կոչվող թայֆունն է պատուհասել Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Հոնկոնգում կառավարական համալիրը վերսկսել է աշխատանքը։ Թողարկման հատվածում միջազգային լուրեր։ Ճապոնիայում Ֆանֆոն, որ թարգմանաբար նշանակում է գազան թայֆունի պատճառով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների սպառնալիքի հետևանքով զանգվածային տարհանում է հայտարարվել։ Տները լքելու եւ երկրի առավել անվտանգ վայրեր տեղափոխվելու նախազգուշացում է ստացել շուրջ 2 միլիոն մարդ, ընդ որում նրանցից 50,000-ը հարկադրաբար են տեղափոխվելու։ Հոնսյու կղզու խաղաղօվկիանոսյան ափին ջրածածկ են Սինդզուոկա եւ Կամագուարա պրեֆեկտուրաների մի շարք թաղամասեր։ Ըստ վերջին տվյալների տարերային աղետի հարվածից մահացել է առնվազն 1 մարդ, որ փորձել է լուսանկարել թայֆունը։ Հոկտեմբերի 6-ին թայֆունի պատճառով հետաձգվել է շուրջ 630 ավիաչվերթ։ Տոկիոյում թայֆունի պատճառով դադարեցվել է շոգենավերի երթևեկությունը, սահմանափակվել է մի քանի մայրուղիների երթևեկություն։ Երկաթուղիների աշխատանքը աստիճանաբար վերականգնվում է։ Այժմ թայֆունը շարժվում է Ճապոնիայի հյուսիս-արևելք, աստիճանաբար թուլանալով։ Թայֆունը շարժվում է 50 կմ/ժ արագությամբ, ուղեկցվում է առատ անձրևներով եւ ուժգին քամիներով։ Ճապոնիայի կառավարությունը տեղեկացրել է բնակչությանը հնարավոր վտանգի մասին եւ խնդրել չլքել բնակարանները։ Բրազիլիայում նախօրեին տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը հավաքել է ձայների 41.5%-ը, որին հաջորդել են նախկին սենատորը ձայների 33%-ով։ Երրորդ տեղում բնապահպանության նախկին նախարարն է եղել։ Նա հավաքել է ձայների 22%-ը։ Տեղական օրենսդրության համաձայն առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ձայների առնվազն 50%-ը։ Այսպիսով Բրազիլիայի հաջորդ նախագահը կորոշվի հոկտեմբերի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Հոնկոնգում, որտեղ աստիճանաբար թուլանում են ուսանողների զանգվածային ցույցերը, հոկտեմբերի 6-ին աշխատանքները վերսկսել է գլխավոր կառավարական համալիրը։ Ներկայում քաղաքի կենտրոնում մնում են միայն մի քանի տասնյակ ցուցարարներ, բայց նրանք իրենց հանգիստ են պահում եւ չեն խոչընդոտում վարչական շենքեր պետական ծառայողների մտնելուն։ Ընդհանուր առմամբ քաղաքում իրադրությունը հանգիստ է։ Հոնկոնգի կառավարական թաղամասը, որ մոտ 1 շաբաթ փակել էին ցուցարարները, ազատ է եւ պետական ծառայողները սկսել են աշխատանքի վերադառնալ։
Վերսկսվել են պարապմունքները կենտրոնական շրջաններում գտնվող միջնակարգ դպրոցներում։ Ցուցարարների թիվը նվազել է ընդամենը մի քանի հարյուրի, համեմատած տասնյակ հազարների, ովքեր նախորդ օրերին փողոց էին դուրս եկել։ Օրվա լուրերն այսքանն են, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք։